հետադարձության մասին 601 հարցում է իրականացրել, հեռախոսային հարցումներ, ընտրանքային սխալը 3.8% եւ ժամանակահատվածը ուշադիր եղեք 19-ից 23-ը հունվար 2026 թվականին, այսինքն մինչև այս վերջին առատ ձյունը, որ տեղած մեր մայրաքաղաքում։ Ավելի մանրամասն մեթոդաբանության մասին ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ, կարող եք ծանոթանալ։ Եվ այսպես անցնենք հարցերին։ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։ Այստեղ 3 տարվա ցուցանիշներ են բերված եւ 25 թվականին ես միայն նշեմ, 14.1%-ը նշել է լիովին դրական, ավելի շուտ դրական նշել է 35.4%-ը եւ 20.8%-ը նշել է ավելի շուտ բացասական եւ 19%-ը նշել է ընդհանրապես բացասական։ Մենք տեսնում ենք, որ դրական տիրույթում շուրջ 50% է գնահատել Երևան քաղաքի այս վերջին 1 տարվա փոփոխությունները, նաեւ կան համեմատականներ, եթե մենք համեմատում ենք անցած տարվա ցուցանիշի հետ, այդքան էլ տարբերություններ չկան։ Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներն, այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր քաղաքացիները եւ թվեմ ըստ կարևորության, 29.6%-ը նշել է օդի աղտոտվածության խնդիրը եւ բնապահպանական խնդիրներ, կարծում եմ շատ համահունչ է, ինչ վերջի այս 1 տարվա ընթացքում բավականին շատ արծարծվել է այս խնդիրը։ Խցանումները նշել են 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակ 22.6% է նշել, աղբահանության խնդիր 16.3% եւ հասարակական տրանսպորտի խնդիրներ 15%։ Ավելի նվազդ ցուցանիշներ կան 8.7%-ը ձնամաքրման աշխատանքների եւ մաքրություն 7.8%, գնաճ ինֆլյացիա 6% եւ տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրներ 4.7% է նշել, ապօրինի շինարարություն 4.2% եւ հանցագործության աճ 3.7%։ Ավելի մանրամասն, ավելի նվազդ ցուցանիշները կարող եք ծանոթանալ, չեմ ուզում ձեր ժամանակը վատնել։ Դրական փոփոխություններ ծրագրեր, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին 1 տարվա ընթացքում։ Եվս մի քանի պատասխան կարող են նշել, 17%-ը նշել են նոր ավտոբուսների ներմուծում, նոր տրանսպորտային համակարգ, սա այն դրական փոփոխություններն են, որոնք որ նկատել են մեր քաղաքացիները։ Ասֆալտապատրոն 12.1% է նշել, աղբահանության կազմակերպում 10.6%, բակերի բարեկարգում 10.1%, այգիների բարեկարգում 8.7% եւ կանաչապատ տարածքների ավելացումը 7.7% է նշել։ Խաղահրապարակների կառուցում 6.5% եւ քաղաքի տեսքի բարեկարգում գեղեցկացում 5.5%։ Մենք ունենք նաեւ 26.6%, որը նշել են, որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել դրական։ Բայց ամեն դեպքում այն ցուցանիշները, որը կա, կարող եք ծանոթանալ։ Ինչպիսի միջոցառումներ կցանկանայիք, որպեսզի իրականացվեն քաղաքային իշխանության կողմից, եւս մի քանի պատասխան են։ 52%-ը նշել է, որ կանաչապատ տարածքների ավելացում, սա շատ համահունչ է հիմնախնդիրների հետ, որ նշեցինք, առաջի տեղում մեր օդի աղտոտվածության եւ էկոլոգիայի խնդիրները, այսօր տեսնում ենք մեր քաղաքացիները խնդրում են, որպեսզի ավելացվեն կանաչապատ տարածքներ։ 32.9%-ը նշել է մանկական միջոցառումների իրականացում, 31.6%-ը նշել է մաքրության կազմակերպում, շաբաթօրյակների անցկացում եւ խաղահրապարակների կառուցում նշել է 30%-ը։ Մշակութային ծրագրերի իրականացում նշել են 25.1% եւ սպորտային ծրագրերի իրականացում 20.1%։ 2025 թվականին Երևան քաղաքում խցանումները ավելացել են, թե պակասել են։ Սա շատ եւս հետաքրքիր ցուցանիշ է։ 82%-ը նշել են, որ 2025 թվականին խցանումները ավելացել են։ Դա, եթե նայում ենք 2024 թվականի ցուցանիշին, գրեթե նույն պահպանվել է։ Խցանումները պակասել են 4.5% է նշել, 11.6% նշել են, որ մնացել են նույն, այսինքն եւս բացասական տիրույթում այս պատասխանը։ Տեսնում ենք, որ անկախ նրանից, որ ջանքեր են թափվում, որպեսզի խցանումները նվազեն, մանավանդ կենտրոնական համայնքներում, բայց մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը դեռ պահպանվում է։ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավտոբուսների գնահատականը։
մեկը շատ լավ, 5-ը շատ լավ, մեկը շատ վատ, 5-ը շատ լավ։ Այստեղ ներկայացված է միջին գնահատականը եւ եւս 2 տարվա կտրվածքով է վերված տվյալները։ Մենք ունենք մի քանի չափանիշ, օրինակ միայն կանգառներում կայանելը 4.4 բալ է ստացել 5 բալից, հա, այս ցուցանիշը, ինչը լավ է կարծում։ Տերտիկական վիճակ 3.9 բալ, գրեթե 4 բալ, էլի կարելի է լավ գնահատել։ Ժամանակի մոտենալը արդեն խնդրահարույց է 3.4 բալ է գնահատել 5 բալից եւ ամենավատ ցուցանիշը դա ծանրաբեռնվածության հարցն է 2.8 բալ, իհարկե որոշակի դրական փոփոխություն կա 2024 թվականի հետ կապված, բայց երկու գնահատականը եւ 2024-2025-ին բացասական տիրույթ ունեցին 2.2 եւ 2.8 բալ։ Այսինքն այս չափանիշի վրա, այս խնդրի վրա պետք է ուշադրություն դարձնեն տրանսպորտի հարցով զբաղվող մեր քաղաքապետարանի պատասխանատուները։ Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում մեկը ընդհանրապես բավարարված չէ, 5-ը լիովին բավարարված է։ Այստեղ մեր մոտ բերված են լուսավորությունը, հա, այսինքն 4 բալ 2025 թվականին, սա ընդհանուր քաղաքի ցուցանիշն է, անվտանգությունը 3.7 բալ, մաքրությունը 3.2 բալ, կանաչապատ 3.1 բալ եւ ամենավատ ցուցանիշը, ինչպես տեսնում ենք, 2.3 բալ, անգամ նվազում ունենք անցած տարվա ցուցանիշի հետ համեմատ, հա, անցած տարվա արդեն իսկ վատ էր 2.4 բալ, հիմա ունենք 2.3 բալ ցուցանիշ, նորից վերադառնում ենք այն հիմնախնդիրներին, որոնք նշվել են մեր քաղաքացիների կողմից։ Նույն պատկերը մենք ունենք նաև վարչական շրջաններով, ավելի մանրամասն դուք կարող եք ծանոթալ այս բոլոր ցուցանիշները ըստ վարչական շրջանների, բայց դե ուշադրությունը ուզում դարձնեմ ամենացածր ցուցանիշներին գրանցված, եւ այսպես դա օդի մաքրության հետ կապված է էլի խնդիրը, հա, 1 ու 3 ամենավատ ցուցանիշը դա Նուբարաշենի մեր բնակիչներն են նշել, 1 ու 7 նշել են Արաբկիրի բնակիչները եւ կենտրոն համայնքը, որտեղ մենք գտնվում ենք հիմա 1 ու 8 բալ, այսինքն այս 3 համայնքներն են, որոնք ըստ այնտեղ ապրող բնակիչների ունեն ամենավատ իրավիճակը կապված օդի աղտոտվածության հետ, ավելի մանրամասն այլ ցուցանիշներ կարող եք ծանոթանալ, ես նյութը ձեզ տալու եմ։ Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատումը լիովին դրական 32.4%-ն է գնահատել եւ ավելի շուտ դրական 41.9%, այսինքն գրեթե 74% դրական են գնահատում ընդհանուր տեսքը քաղաքի, 14.1% նշել էր ավելի շուտ բացասական եւ ընդհանրապես բացասական 10.8% նշել։ Կրկնեմ, թե անցնենք առաջ։ Ինչպես է գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի ամանորյա զարդարումը, այստեղ ունենք դրական ցուցանիշներ, 53.2% նշել է շատ լավ եւ 32.4% նշել է լավ։ 4% նշել է վատ եւ շատ վատ նշել է 6.2%, բայց տեսնում ենք, որ գրեթե 85%-ից 86%-ը դրական է գնահատել զարդարանքը, որ եղել է ամանորյա տոների հետ կապված։ Այստեղ ունենք քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ վարչական շրջանի ղեկավարների աշխատանքի գնահատումը։ Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարին գնահատել են իրենց վարչական շրջանի բնակիչները, այսինքն այնպես չի Կոմիտասի ապրողը աչափնյակն է գնահատել։ Մեծամասնությունը ստացել են իհարկե 3 եւս 5 բալանի սանդղակ է։ Հիմնականում 3 բալից բարձր են ստացել բոլորը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3.3 բալ, Աչափնյակը 3.3 բալ, Ավան 3.6, Արաբկիր 3.3, Դավթաշեն 3.3, Էրեբունի 3.7, բավական բարձր, Կենտրոն համայնքը 3.8, Մալացիա Սեբաստիա 3.8, Նոր Նորք 3.3, Քանաքյար Զեյթուն 3.7, Շենգավիթ 3.7, Քանաքյար Զեյթուն 3.4, Նոր Պարակ 3.4 եւ Նուբարաշեն 3.4։ Սա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները գրեթե 4 բալ ստացել է միայն 2 վարչական կենտրոնի ղեկավարներ, դա Մալացիա Սեբաստիան է եւ Կենտրոն վարչական շրջան։
Ինչպես կգնահատեք քաղաքապետարանի իրականացվող ձնամաքրման աշխատանքները հետևյալ տարածքներում։ Սա եւս մեկ անգամ հիշեցնեմ, միջև վերջի առած ձյուններ, բայց անգամ այս պարագայում պատկերը բավականին վատ է։ Եվս 5 բալանոց հանդղակով գնահատել են փողոցների մաքրությունը, ձնամաքրման աշխատանքները 3 բալ են գնահատել, բավարար, այսինքն բավարարից ցածր ստացել են մայթերի մաքրման աշխատանքները 2.4 բալ եւ ամենավատը դա բակերում իրականացվող ձնամաքրման աշխատանքներն են 2 բալ։ Գնահատեք Երևան քաղաքի հավաքանիների աշխատանքը ըստ խմբակցությունների։ Անցած տարի եւս գնահատական տվել ենք, այս տարի եւս այդ ավանդույթը շարունակվում է։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Մայր Հայաստան խմբակցությունը 2.6 բալ, եթե համարենք դա դրական, որովհետեւ 5 բալանոց է, ամենաբարձր գնահատականը ասած ասում եմ, 2.6 բալ ստացել է Մայր Հայաստան խմբակցություն, քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը 2.4 բալ, հանրային ձայն խմբակցությունը 2.2 բալ, ազգային առաջընթաց խմբակցությունը 2.2 բալ եւ հանրապետություն խմբակցությունը 2 բալ։ Կարող ենք ասել, որ բոլորն էլ միջինից ցածր են ստացել, բայց այդ միջինից ցածրների մեջ ամենաբարձր Մայր Հայաստան խմբակցությունն է ամեն դեպքում։ Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում մենք ստեղ խոսում ենք Երևան քաղաքի կտրվածքով իհարկե։ Լիովին դրական է գնահատել 14.8%-ը եւ ավելի շուտ դրական 30.6%-ը։ Չի փոխվել, նշել են 20%-ը, 7.3%-ը նշել է ավելի շուտ բացասական եւ ընդհանրապես բացասական 12%։ Մենք ստե եւս ունենք համեմատական վերջի 3 տարին հետ կապված, եթե հարցեր լինի, կարող եք դուք նայել։ Եվ մեր վերջի հարցը կապված է բարեկան ծառայությունն աշխատանքի գնահատման հետ եւ այսպես 25%-ը լիովին դրական է գնահատել եւ 43.3%-ը ավելի շուտ դրական է գնահատել այս ծառայության աշխատանքը ավելի շուտ բացասական գնահատել է 12%-ը եւ ընդհանրապես բացասական 10.8%-ը 8.3%-ը դժվարացել է պատասխանել։ Ընդհանուր կտրվածքով տեսնում ենք, որ բարեկան ծառայության աշխատանքը դրական է գնահատվել, մոտ 78%-ը դրական են արտահայտվել դրա մասին։